տեղեկացնենք։ Իսկ ինչ վերաբերում է այն քննարկմանը, որ մանդատները արդյոք վերցնելու ենք, չենք վերցնելու, ինչպիսի քաղաքական ընթացք է լինելու, այս հարցերի պատասխաններ ունենալուց հետո համապատասխան խորհրդակցություններ անցկացնելով նաև ընդդիմադիր քաղաքական գործընկեր ուժերի հետ, որովհետև կարծում ենք այդ որոշումը պետք է լինի միասնական։ Այս հարցի պատասխան ունենալուց հետո նաև մենք մեր դիրքորոշումը վերջնական կհայտնենք։ Մի բան ընդհանրապես պայն կարող է մեր հայրենակիցներին շատ հստակ ասել, որ մեր ցանկացած որոշում բխելու է ընդհանուր պայքարի տրամաբանությունից, մենք կիսում ենք այն մտահոգությունները, որ հնչեցվում են, բայց ամեն ինչ սառը դատելով, իրավիճակը գնահատելով եւ պայքարի հաջողության եւ շարունակության տեսանկյունից ենք այդ որոշումը ընդունել։ Այս նորից եմ ասում, այստեղ շատ կարեւոր է միասնական ընդդիմադիր որոշումը հակառակ պարագայում ցանկացած որոշում ընդունելիս կարեւոր է միասնական որոշում։ Ու մենք process-ում նաև շատ կարևորում ենք հասկանալու Բարգավաճ Հայաստան կուսակցության շեմը հաղթահարելու հարցը, որովհետև ակնհայտ այստեղ մեր կարծիքով ապօրինություն է տեղի ունենում երրորդ ընդդիմադիր ուժին սահմանափակելու, որ մտնի խորհրդարան։ Դա ինչ է փոխելու կներեք, էլի քանի որ Բարգավաճից խոսեցիք, երբ որ շեմը հաղթահարել է Բարգավաճը։ Պարզ, տեսեք, ընդհանուր կարևորում ենք այդ հարցը, նախ ապօրինությունը վերացնելու իմաստով, երկրորդ ակնհայտ է դառնում, որ դրանից հետո 3/5 առնվազն չի ունենալու։ Բայց որ ասեմ ուղիղ եւ անմիջական դրանից է կախված որոշումը չէ, բայց դա եւս հաշվի առնելու ենք նախ անարդարությունը վերացնելու, երկրորդը հետագա քաղաքական ընթացքի համար։ Կարծում եք, որ ընդդիմության հետ համագործակցված մյուս ուժերի, ընդդիմությունը համագործակցված է։ Նախքան արդեն քննարկումներ բոլորը ձեր տեսակետը կիսում են եւ ինչ է տալու օրինակ մանդատներ վերցնելը եւ չվերցնելը։ Ես այդ հարցի մեջ այս բան չեմ ուզում խորանալ, որովհետև ասեցի, մինչև այդ հարցին անդրադառնալը ու այսօրվա այս ամեն ինչի նպատակները նաև որ մեր հանրությանը տեղակ պահենք, հիմա ընդդիմությունը, կոնկրետ Հայաստան դաշինքը ինչ քաղաքական իրավական գործընթացի մեջ է։ Այս հարցերի պատասխանը ունենալուց հետո մենք մեր ընտրողների, մեր հանրության հետ խոսելու ենք բաց, ուղիղ փաստերով, բոլոր հիմնավորումներով մեր ցանկացած որոշման պարագայում։ Հետևաբար այս բանը ես չեմ ցանկանում քննարկել, պահելն է արդյունավետ, մանդատները վերցնելը, չվերցնելը, այս հարցերի պատասխան ունենալուց հետո մենք ժամանակ ունենք շատ բաց խոսելու ենք մեր հանրության, մեր հասարակության, մեր ընտրողների հետ ցանկացած որոշման հիմնավոր պատճառաբանությունը ստանալու է։ Հետևաբար այս բանը չեմ ուզում մտնել այդ թեմայի մեջ, ընդհանրապես ուզում եմ վստահեցնել մեր հայրենակիցներին, մեր ընտրողներին, որ ինչ որոշում որ ընդունենք, դա պայքարի տրամաբանությունից է ելնելու եւ փորձելու են գտնենք ամենաարդյունավետ ճանապարհը։ Արդյունավետ ճանապարհը։